Մեր ընկերությունը, որը Arsenal PD ընկերությունն է, զբաղվում է արդեն ռազմաարդյունաբերությամբ շուրջ 5 տարի, մի փոքր ավել, ակտիվ։ Եթե 5 տարի առաջ մենք սկսել էինք մի քանի տեսակ արտադրանքով, ապա այսօր մեր արտադրանքի կազմում է մի քանի տասնյակ, ներառում է զենքի մասնավորապես հականանետերի տարբեր տրամաչափեր աշխարհում հայտնի 60-ից մինչև 120 մմ եւ նաեւ համապատասխան զինամթերքը, նույնպես 60-ից 120 մմ ականներ, բայց նաեւ զինամթերքի դեպքում մենք զբաղվում ենք արկերի արտադրությամբ 122, 152 եւ այժմ մեծ պահանջարկ ունեցող 155 մմ։ Իրականում բավական բարդ process է զենք եւ զինամթերք արտադրելը, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք այդ ոլորտում մեծ փորձառություն ու պատմություն չի ունեցել, այսինքն մենք մեր ընկերությունը ստիպված էր ամեն ինչ սկսել զրոյից, բայց կամաց մեր թիմի շնորհիվ, մեր մոտ ներգրաված բանիմաց մասնագետների շնորհիվ մենք կարողացել ենք այսօր թիմը զարգացնել, մեծացնել, ներգրավել նոր կադրեր, իրենց տեղում սովորեցնել ու այսօր արդեն անխափան արտադրենք ներկայացված ամբողջ տեսականը։ Այ հետաքրքիր է, նշեցիք, որ թիմի շնորհիվ, թիմում միայն հայ ներկայացուցիչներ են, թե նաև արտասահմանից կաններ։ Ոչ, մեր թիմում միայն հայեր չեն, բնականաբար հայերը կազմում են գերակշռող մեծամասնություն, բայց մենք նաև ներգրավել ենք այլ ազգի մասնագետների, ովքեր նույնպես մեզ օգնում են եւ շատ օգտակար են։ Ձեզ ենք ներկայացնում մեր ընկերության կողմից գծագրված, նախագծված եւ արտադրված 10 դյույմանոց FPV դրոնը, որի յուրահատկությունը կազմում է նրա աերոդինամիկ նոր կառուցվածքով, որը չի խանգարում նրա աերոդինամիկ ընթացքին մարտկոցներով, որը մենք ենք նախագծել, ինչպես նաեւ ավտոմատ խոցման հնարավորությամբ, որը բացառում է օպերատորի ոչ վարժ լինելու դեպքում թիրախին չհարվածելու սխալը։ Ասեք, ինչպես որոշեցիք զբաղվել այս գործով եւ այսպես ինչը ստիպեց եւ ինչ դժվարությունների եք բախվել այդ 21-ամյա զինվորական փորձը ստիպեց, որպեսզի ինչ-որ մի բանով փորձենք նաեւ օգտակար լինել նորից արդեն թոշակից հետո մեր հայոց բանակի եւ Հայաստանին դժվարություններ միշտ լինում են, բոլորն էլ հաղթահարելի են։ Եթե ցանկությունը կա, մեծ ցանկություն, ամեն բարդություն հնարավոր է հաղթահարել։ Մենք անընդհատ նոր պրոյեկտներ նախագծում ենք, փորձարկումների ընթացքի մեջ էլի պրոյեկտներ ունենք, որը որ փորձարկումները պետականացնեն, դա արդեն գնում է սերիական արտադրություն։ Ներկայացնում ենք Ֆերոն ընկերությունը, արտադրում ենք նռնակներ եւ FPV-ներ։ Այս տարբերակը BN5 տարբերակն է, բեկորային տարբերակը, մինչեւ 7 մետր շառավղով 100% խոցանելիություն ունի։ Կումուլյատիվ տարբերակներն են մինչեւ 200 մմ հաստությամբ 3-րդ կարգի պողպատի խոցման համար։ Ունենք տարբեր մոդիֆիկացիաներ, օպտիկա մանրաթելային տարբերակով, մեր նախագծված ռադիոյով, այս կողմը կարակ տեսնեք, մատորները, պրոպելերները ամբողջությամբ արտադրվում են Հայաստանում, բավականին բարձր որակի։ BN4, 3, 2-1 տարբերակներն են, եթե կհետաքրքրի դրանք մանրամասնեմ։ BN4 տարբերակն է, որը որ նախատեսված է բեկորային տարբերակն է, նախատեսված է մինչև 3 մետրի դեպքում 100% խոցելիություն ունենալու համար, BN3-ն է 4 մետր շառավղով, 7 մետր շառավղով եւ 11 մետր շառավղով, ծրաքաշը 3 կիլոգրամ է արդեն։ Մեր կազմակերպության FPV-ները կարողանում են տանել ամբողջ տեսականին, ունեն օգտակար քաշի հնարավորություն 3 կիլոգրամ 200 գրամ եւ ունենք 6 թևանի տարբերակ ավելի մեծ տարածություններ գնալու համար եւ ավելի բարձր քաշեր
բարձրացնելու համար։ Կազմակերպությունը մոտ 20 տարվա պատմություն ունի նռնակների հետ արտադրության հետ կապված եւ մոտ 2 տարվա վերջի 2 տարիների ընթացքում սկսել ենք FPV-ներ արտադրել Հայաստանում։ Մեծ ձեռքբերում է։ Իրականում ամեն ինչն է դժվար, ոչ մի բան հեշտ չի տրվում, խոչընդոտներ ամեն տեղա, պետքա չհուսահատվել, այդքան բան։